Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Սարդարյան։ Նախ հիմա երևի դիմեմ մեր ռադիո լսողներին եւ YouTube-յան հետևորդներին հաշվի առնելով, որ երեք մասնավորապես սարսափելի ծանր օրեր լրատվական իմաստով քաղաքական իրադարձություններ, ոչ միայն քաղաքական իրադարձություններ, մեր պատանները վերադարձան 4-ը բարեբախտաբար փառք Աստծո։ Ես այսօր հատուկ որոշեցի զրուցել Տիկին Գևորգյանի հետ, որ հաշվի առնելով որ բոլոր ալիքներով համատարապես այդ թեմաներն են քննարկում, թրիփը, պատանների վերադարձ եւ այլն, ես որոշեցի, որ ես ինքս ինձ համար ուղեղս մի քիչ բարձրաճերեմ, շնորհակալություն, որ եկաք։ Տիկին Գևորգյան, տեսեք, դուք թե ձեր սոցցանցային էջերում, թե հրապարակային ելույթներում ասում եք, որ 2025 թվականը տուրիզմի ոլորտի հետ կապված խնդիրների առումով ինքը հրաշալի տարի էր, այսպես ասենք։ Ինչի հետ է այդ գնահատականը կապված, տուրիստների թվի, թե այլ գործոններ էլ կան, որ ասենք ես չգիտեմ որպես ոչ ոլորտի մասնագետ։ Շնորհակալություն հարցի համար եւ շնորհակալություն, որ ակտիվորեն հետևում եք զբոսաշրջության զարգացումներին։ Ես ինքս էլ ներքին զբոսաշրջիկ եմ, այնպես որ հա պետք է։ Զբոսաշրջությունը ընդհանուր առմամբ փոխում է մեր մտածելակերպը եւ երբ դա գիտականորեն է ապացուցված եւ դուք փոխում եք ձեր լոկացիան, ձեր գտնվելու վայրը, ձեր ուղեղը սկսում է ավելի դրական աշխատել, ավելի լավ աշխատել, այնպես որ կոչ եմ անում բոլորին շատ ճանապարհորդել։ Այո, աննախադեպ էր, որովհետեւ 7 ամիսների ընթացքում մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր Հայաստանի Հանրապետությունն է այցելել այնքան զբոսաշրջիկ, որքան երբևէ չի այցելել մեր երկիր։ Սա զբոսաշրջային պատմական ռեկորդ է, որը մենք սահմանել ենք։ Միակ թվերը, որ չի գերազանցվել, դա ապրիլ ամիսն է հիմնականում 23 թվականի կապված հայտնի աշխարհաքաղաքական իրադարձություններով, երբ Հայաստան միաժամանակ այցելել է 250,000 մարդ։ Դա զբոսաշրջություն չի խոշոր հաշվով, սակայն այցելուների թիվը այդքան է եղել։ Եվ նաև անդրադառնալով ձեր հարցի երկրորդ բաժնին, ուզում եմ ասել, որ աննախադեպ էր, որովհետև մենք 2025-ին արեցինք գործողություններ, որի արդյունքում սկսեց բարձրանալ եւ դա նկատելի կլինի հաջորդող 5 տարիներին Հայաստանի միջազգային ճանաչելիությունը որպես զբոսաշրջային կենտրոն։ Մասնավորապես շատ կարևոր համագործակցություններ ունեցանք։ Գերմանալեզու Forbes-ը առաջին անգամ անդրադարձավ Հայաստանին։ Մենք հրապարակեցինք 50 էջանոց մեծ հոդված, որը չնայած որ համագործակցությունը սկսվեց զբոսաշրջության ոլորտից, բայց ներառեց տնտեսության, կառավարության եւ բիզնեսի բոլոր շրջանակները, ընդհանուր մինչեւ խաղաղության խաչմերուկ։ Այս 50 էջանոց հոդվածը տպագրվեց անգլերեն եւ գերմաներեն լեզուներով եւ մենք ունենք այդ հոդվածի առանձին որպես մեկ ամսագիր տարբերակը տպագիր ձևով, որը նաև տարածվում է ամբողջ աշխարհում։ Մենք ունեցանք համագործակցություն Los Angeles Times-ի հետ, որը շուտով կհրապարակի իր հոդվածը Հայաստանի մասին եւ մի շարք այլ հեղինակավոր պարբերականների եւ ինչու՞ չէ հայտնի կայքերի հետ։ Ինչպիսին է օրինակ Yandex-ը, Yandex-ում առաջի անգամ Հայաստանը հայտնվեց Yandex Travel-ում եւ մենք գնացինք ԱՊՀ երկրներում գովազդվելու, մենք համագործակցեցինք Wonderlust-ի հետ, համագործակցեցինք Warner Brothers-ի հետ եւ նմանատիպ մեդիա գիգանտների հետ, որոնք Հայաստանի տեսանելիությունը իրապես բարձրացնում են, ինչի արդյունքում
շատ անակնկալ տեսնում ենք, որ New York Times-ը Հայաստանը ներառում է 50 ամենապահանջված must visit այցելավայրերի ցանկում։ Արժի այցելել։ Այո, արժի այցելել։ Եվ ելի մի քանի նման հրապարակումներ ֆրանսիական եւ իտալական հայտնի պարբերականները Հայաստանը նշում են որպես այցելելու արժանի վայրեր, այս համագործակցությունը, այսպես ասած, փափուկ ուժը, որը շատ ժամանակ մենք չենք տեսնում, բայց իր ազդեցությունը կունենա վստահ եմ։ Ժամանակին խոսակցություններ գնում, որ բավական հեռանկարային է մերձավոր արևելյան ուղղությունը, նկատի ունեմ Պարսից ծոցի երկրներ, արաբական, Միացյալ Էմիրություններ եւ այլն չթվարկեմ բոլորը։ Հիմա այդ ուղղությամբ ինչ է արվում, որովհետեւ ասում են, օրինակ ես խոսել եմ մի քանի արաբի հետ, որ ասում են այ մեր համար մասնավորապես ձմեռը այդ ուրիշ է քյա, թե որովհետև այսինքն Դուբայում եղել եմ, այնտեղ ձմեռը կարելի է տեսնել, ասենք թե տարեվտրային կենտրոններից մեկում հսկայական մի բան են արել, ձյունը իրենք այդպես գիտեն։ Մենք անցած տարի 5 Պարսից ծոցի երկրների համար իրականացրեցինք վիզաների ազատականացում եւ Էմիրությունները այդ ցանկում է, Օմանը այդ ցանկում է, Քաթարը եւ այդ վիզաների ազատականացման արդյունքում նաև արշավներ են կանում հենց այդ երկրներում թվային մարքեթինգի գործիքներով, որպեսզի նրանց հրավիրենք Հայաստան մասնակցելու եւ տոնածառի լույսերի վարման արարողությանը, ինչքան էլ որ տարօրինակ է հնչում այդ երկրների համար, որոնք մեծ մասամբ քրիստոնեական կամ կաթոլիկ այդ ավանդույթները չունեն, բայց քանի որ գլոբալիզացիան հասել է նաև աշխարհի բոլոր ծայրերը, մարդիկ սիրում են այդ տոները նշել, ինչպես նշում են աշխարհի բոլոր ծայրերում եւ մենք թիրախավորեցինք հենց տոնածառի լույսերի վարման Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վարման արարողության հրավերները, նաև ուղարկելով տարբեր արաբական երկրներ, ծոցի երկրներ եւ հենց հիմա շարունակում է եւ ընթացքում է Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն գովազդելու կամ այդ կոնտենտը արաբական երկրներում տարածելու միտումը։ Ինչու է դա մեզ համար կարևոր։ Առաջին հերթին մենք շատ մոտ ենք եւ ուղիղ չվերթը 2.5-3 ժամվա ընթացքում հնարավոր է հասնել Հայաստան։ Իսկ զբոսաշրջիկի որոշում կայացնելու վրա ուղիղ ազդեցություն ունի ուղիղ չվերթի եւ մաչելի չվերթի արկայությունը, դա ունենք։ Երկրորդը դա մշակույթն է եւ ավանդույթների պահպանման մեր սկզբունքները մենք շատ հասկանալի ենք ծոցի երկրների համար, որովհետեւ արժևորում ենք ընտանիքը, երեխաները եւ երրորդը իհարկե անվտանգությունն է։ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, չնայած որ որոշ երկրներում, օրինակ ինչպիսին է Էմիրությունները, անվտանգությունը ապահովվում է թվայնացման արդյունքում, այսինքն ամենտեղ տեղադրված են հսկիչ տեսախցիկներ, բայց Հայաստանում անվտանգությունը դա էլի մշակութային բովանդակություն է կրում եւ ընտանիքի ու երեխայի հանդեպ հարգանքը բերում է նրան, որ շատ հաճախ օրինակ եվրոպացի զբոսաշրջիկ իմ հետ եղել է դեպքը, զարմանում է, երբ մենք տաքսու վարորդին վստահում են երեխային տանելու դպրոց։ Իրենց համար այս սկզբունքը շատ անհասկանալի է, բայց մեզ համար մենք հաստատ գիտենք, որ երեխայի կամ կնոջ նկատմամբ տղամարդու հարգանքը մեր երկրում ուղղակի մշակութային առանձնահատկություն է։ Այս ամբողջ համախմբով մենք շատ հետաքրքիր ենք արաբ զբոսաշրջիկի համար եւ նաեւ մեր ռազմավարությամբ, ինչը ընդունվեց հունվարի 9-ին 2026 թվականի կառավարության անդրանիկ նիստում մենք դիրքավորում ենք Հայաստանը որպես կայուն զբոսաշրջության երկիր։ Ինչու կայուն? Որովհետև մենք փոքր երկիր ենք, այսպիսի միջազգային բառ կա զբոսաշրջության մեջ, ասում են բուտիկ կամ հայերեն համարժեքը գողտրիկ երկիր, որը ունի փխրուն բնություն եւ մշակութային արժեքներ, եւ մենք չենք ակնկալում, որ Հայաստան կայցելի 8 միլիոն զբոսաշրջիկ եւ մենք չենք հասցնի կառավարել այդ զբոսաշրջային հոսքեր եւ չունենք էլ այդպիսի ենթակառուցվածքներ այդքան զբոսաշրջիկ ընդունելու։ Կարող ենք ընդունել 3 կամ 4 միլիոն
զբոսաշրջիկ, որոնք ծախսում են համապատասխան գումարներ, օգտվում են համապատասխան ենթակառուցվածքներից, հյուրանոցներից, ռեստորաններից եւ հարգում են մեր պատմամշակութային արժեքները, այսինքն չեն փչացնում, չեն գողանում եւ այլն եւ այլն։ Այս բոլոր չափանիշների համախմբում արաբական երկրները հենց մեր թիրախային զբոսաշրջիկներն են։ Դին Գևորգյան, քանի որ հիշատակեցիք ամանորյա տոնակատարությունը, որ հրավերներ էին ուղարկվել ծոցի երկրների ներկայացուցիչների, ենթադրում եմ ոչ միայն նրանց, տեսեք, հիմա միգուցե ոչ այնքան կոռեկտ հարց տամ, այն իմաստով հաշվի առնելով, որ դուք պետական պաշտոնյա եք, որքանով է ազդում արձագանքների այն փունջը, որ լինում են այդ օրերին, այն որ գնացինք հրապարակ, վայ, այս ինչեր այնտեղ կատարվում, հայերը ուր էին, հնդիկներ, արաբներ, պարսիկներ լցվել են, եկել են մեզ կուտեն, հեսա եւ այլն, դա ազդում է զբոսաշրջիկների վրա, որտեղ իրենք հասկանալի որ հայերեն չեն հասկանում, բայց ենթադրում եմ, որ ինչ որ ձևով իրենց հասցնում են այդ ամեն ինչը, նաեւ մեծ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված հարևանները։ Շատ լավ հարց է։ Մենք խնդիր ունենք նաև, այո, հայ մարդու հետ աշխատելու։ Ինչի նկատի ունեմ, եթե հիշում եք այդ նույն ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում երբ շատ մեծ ալիքով ռուսներ եւ ուկրաինացիներ եկան Հայաստան, նույն վերաբերմունքը իրենց նկատմամբ էր եւ երբ այդ նույն մարդիկ աշխատանք էին անցնում տարբեր ծառայությունների ոլորտում եւ այլն, մեծ մասը դժկամությամբ էր վերաբերվում, թե ինչի պետք է աշխատեն կամ ինչի պետք է չխոսեն հայերեն։ Այո, ունենք աշխատանք կա այստեղ տանելու, բայց նաեւ ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ նաև վերջին տարիներին աշխատաշուկայի դիվերսիֆիկացիայի արդյունքում, երբ սպասարկման ոլորտում բավականին օտարազգիներ են աշխատում, սկսել են մարդիկ ընկալել եւ սովորել, որ պետք է նաև լոյալ լինել այլազգիների նկատմամբ, որոնք իրավունք ունեն աշխատելու նաև մեր երկրում։ Հայաստանը լինելով մոնոէթնիկ երկիր, որտեղ 98% բնակվողների հայեր են, իսկ մնացած 2%-ն էլ այլ ազգեր են, բայց ելի խոսում են հայերեն եւ շատ լավ ինտեգրված են մեր մշակույթին։ Մենք պետք է սովորենք, որ բազմազգի զբոսաշրջիկները գալու են Հայաստան։ Մենք պետք է հասկանանք, որ առավել եւս խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, եթե առաջիկայում տեսնենք սահմանների բացումը եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից հնարավոր լինի ցամաքային ճանապարհով հատել եւ գալ Հայաստան, պետք է պատրաստ լինենք, որ շատ ավելի շատ այլազգիներ են գալու մեր երկիր եւ դրանից ոչ թե ստրես ապրենք կամ շոկի ենթարկվենք, այլ հակառակը փորձենք մանետիզացնել եւ դա բերել դրական արդյունքի, տնտեսական շահի փոխել այդ ամեն ինչը, ինչը նաեւ զբոսաշրջիկներին է վերաբերվում։ Վատ միտում կար, օրինակ, օդանավականից այդ տաքսիստները երբ որ տեղափոխում են, հիմա ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ օդանավականի ղեկավարության հետ, ներդնելով այնտեղ հենց local taxi, փորձում ենք այդ միտումը նվազեցնել եւ ոչ միայն տաքսիստների հետ, հյուրատների հետ, հյուրանոցների հետ գալ այն համաձայնության, որ բարեխիղճ ծառայություններ մատուցել, ռեստորաններում չունենալ կրկնակի մենյու եւ զբոսաշրջիկին տալ այլ մենյու, ավելի բարձր գնելով տեղացում տալ այլ մենյու։ Այս խնդիրը, որ դուք բարձրաձայնում եք, իհարկե շատ ցավոտ է, բայց այս տարվա նոր տարվա գիշերվա հրապարակի շքեղ տոնակատարությունը եւ մեր հայրենակիցներն էին ներկա եւ ինքս էլ էի ճիշտ ասած հարևանությամբ եմ գտնվում անմիջապես զանգերից հետո իջա հրապարակ շատ մեծ ողջավորություն էր ինձ համար, որովհետեւ մարդիկ ընտանիքներով եւ զբոսաշրջիկները եւ ընտանիք եւ երիտասարդներ ուրախանում էին հրապարակում, ինչից հետո համերգից հետո քաղաքի բոլոր ռեստորաններում բառից բուն իմաստով ասեղ գցելու տեղ չկար։ Մենք մի փոքր մոնիտորինգ ենք իրականացրել նաև հյուրանոցների հետ, ընդհուպ մինչև
Գորիս, մինչև Սյունիք, բոլոր հյուրանոցները գոհունակություն էին արտահայտում, որ այս տարի բավական լավ ամրագրումներ են եղել, անգամ նոյեմբերի կեսերից ես փորձել եմ Վանաձորում, հարակից գյուղերում, հենց որտեղ լոռին էր մեր մի անց կար, որ փորձում էր հյուրատուն գտնել, հնարավոր չեղավ հյուրատուն գտնել նոր տարվա համար։ Ընկեր բարեկամ չունեիք, տեղավորեիք տանը։ Լավ, քանի որ խոսք գնաց հյուրանոցների հյուրատունների մասին, տեսեք, այդ խնդիրը ինքը բավական ցավոտ է, տևական է, այնպես չէ որ նոր է առաջացել ու այդ կրակի գներն են, որ մանավանդ սեզոնային, այդ սեզոն կոչվող ժամանակահատվածում հյուրանոցները հյուրանոցներ սահմանում են, դա երկակի ազդեցություն ունի, նախ տուրիստը երկրորդ անգամ չի գալիս, որովհետև ասում են, չգիտեք, ինչ կա Վրաստանում ավելի էժան է, ես կգնամ այնտեղ, երկրորդը ներքին տուրիզմի համար դա անասելի խոչընդոտ է։ Հիմա օրինակ մեր նախորդ զրույցի ժամանակ, որը կես տարի առաջ էր հիշեցնեմ, դուք ասացիք, որ կփորձեք այդ բիզնեսի ներկայացուցիչների այդ հանդիպումների միջոցով բացատրելով, համոզելով, որ հա, այդտեղ կարճաժամկետ եկամուտ եք ունենում, բայց հետո երկարաժամկետ կտրվածքով բավական տհաճ վիճակում եք հայտնվելու, որովհետև մարդը ուղղակի չի գալու ձեր մոտ։ Կփորձեք այդ ամեն ինչ բացատրել, հանդիպեցիք, բացատրեցիք, հասկացան։ Մենք տարեկան ծրագրով ունենք կրթական կոմպոնենտ եւ 2025-ի կրթական կոմպոնենտը ուղղեցինք հենց հյուրանոցների, հյուրատների մարքեթինգային դիրքավորմանը։ Այդ բարեխիղճ ծառայություններ մատուցելու եւ ճիշտ դիրքավորվելու վրա։ Այս ձեր տված հարցը թերևս հարցազրույցների ամենասիրված կտորն է, բոլորը դրա մասին խոսում են։ Կան լավ որակի ծառայություններ մատուցող հյուրատներ, որոնց մասին մենք չգիտենք Երևանում նստած եւ պոտենցիալ հաճախորդը կամ զբոսաշրջիկը չի կարողանում նրանց գտնել։ Նախորդ տարի մեր կրթական կոմպոնենտի հիմնական ներուժը մենք ուղղեցինք, որպեսզի այդ փոքրիկ հյուրանոցները կամ ոչ այնքան փոքր իրենց ծառայությունները ճիշտ հասցնեն իրենց սպառողին։ Որտեղ հյուրանոցները ձեր ասած բուքինգում չկան, թրիփում չկան։ Այո, էքսպեդիայում ընդհանրապես չկան։ Դրա համար ճիշտ նկարներ տեղադրել, ճիշտ սոցիալական ցանցերում գովազդներ միացնել, այս ուղղությամբ 1 տարի շարունակ աշխատանք ենք տարել, իսկ Երևանում ձեզ այս թիվը կզարմացնի, այդ ծրագրին մասնակցելու համար գրանցվել էր 270 մասնակից։ Այսինքն պահանջարկ կա եւ փոքր միջին բիզնեսը կարիք ունի կրթվելու, հենց ստանալու այդ գիտելիքները, որպեսզի իրենց բիզնեսավարման ճիշտ գիտելիքներ ստանալու խնդիր ունի։ Շարունակական է լինելու, պարոն Սարդարյան, ուղղակի մի նաեւ վերջին արձանագրում անեմ այս հարցի շուրջ։ Այնուամենայնիվ, ամենաարագը, ես միշտ սա նշում եմ, սպառվում ու վաճառվում են ամենաթանկ փաթեթները։ Այսինքն կա պահանջարկ, դրա համար գները չեն իջնում։ Մենք ունենք լրացուցիչ հյուրանոցային ֆոնդի կարիք։ Եթե մենք ակնկալում ենք, որ 3-ի փոխարեն կկարողանանք ընդունել 5 միլիոն զբոսաշրջիկ, այդ դեպքերում մենք պետք է կառուցենք նոր հյուրանոցներ։ Բայց ոչ Երևանում, էլի խնդրում եմ։ Վստահաբար ոչ Երևանում, որովհետև Երևանը լինելով ամենամեծ քաղաքը եւ միակ քաղաքը, որտեղ կա Զվարթնոց օդանավակայանը, որ զբոսաշրջիկների 90%-ին բերում է օդային ճանապարհով Երևան։ Երևանը թերևս չունի այնքան աջակցության եւ կրթության կարիք, որքան մարզերում։ Այո, ներդրողներին կոչ ենք անում գումարները ներդնել մարզերում, առավել եւս արդեն ստորագրվեց 2025-ին համաշխարհային բանկի հետ 120 միլիոն եվրանոց վարկային ծրագիրը, որը այդ գումարների մենք ենթակառուցվածքների զարգացումը ներդնել ենք բացառապես մարզերում զբոսայգի ենթակառուցվածքներ կառուցելու համար։ Դառնանք մարզերին։ Տեսեք, անցած տարի ես ինքս Գյումրիում էի, 4 օր այնտեղ էի գործերով, մենք այդ մասին միջայլոց էլի մեր եթերում խոսել ենք, ուղղակի դուք ասացիք, որ ինչ որ քայլեր կփորձենք ձեռնարկել։ Խոսք վերաբերում է Գյումրիում զբոսաշրջության տենդենսի փոփոխությանը։
գյումրեցիները բողոքում էին, որ Գյումրին հյուրանոցային քաղաքից, այսպես զբոսաշրջային քաղաքից վերածվում է էքսկուրսիոն քաղաքի, ընդ որում դրա համար ամենատարօրինակ պատճառներից մեկը այն էր Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտն էր, որովհետև ասում էր, եթե ժամանակին մարդիկ այդ ջարդուխոր տեղած ճանապարհով մինչև հասնում էին Գյումրի, հոգնում էին, այսինքն գալիս էին, իրենք գիտեին, որ պիտի մնան, արդեն հյուրանոցը կամ հյուրատունը ամրագրում էին, երեկոյան արդեն այցելում էին, ընթշում էին ինչ որտեղ եւ այլն, ամեն շատ լավ էր անցնում։ Հիմա 1-1.5 ժամում արտահայտությունը իմը չէ, շվալ են հասնում են Գյումրի, 2-3 պատույտ անում են քաղաքում, այսպես ավանդական պոնչիկ բերաշկի լավագույն դեպքում ասենք միտեղ քյալա կամ ցուկ քյաբաբ խորովածով ու վերադառնում են Երևան։ Այսինքն, տեսեք, ներդրումներ արել են, հա, բազմաթիվ հյուրատոներ կան, հյուրանոցներ կան բավական նոր։ Եվ հիմա այդ բիզնեսը հայտնվել է ուղիղ վտանգի տակ։ Ինչ որ քայլեր արվեցին անցած տարվա ընթացքում։ Ես սկսել եմ բաց խոսել տուրօպերատորների եւ հյուրանոցների հետ այս թեմայով։ Խնդիրը կա գոյություն ունի եւ ոչ միայն Շիրակի մարզում, Վրաստանում զբոսաշրջության ստանդարտների վերաբերյալ համաժողով էր եւ զբոսաշրջության էքսպերտ էր Թայլանդից եկել, որը եկել էր 2 շաբաթ շուտ, շրջել էր 4 օր Հայաստանում, 3 օր Վրաստանում եւ մասնակցում էինք բոլորս այդ համաժողովին։ Ինքը ասեց, խնդրում եմ ինձանից չնեղանաք, բայց ես ձանձրանում եմ ձեր երկրում, բոլորը զարմացած էին, խնդիրը ասեց նրանում է, որ Հայաստանում եւ Վրաստանում ինձ անդադ տանում են եկեղեցիներ, ասեց առաջին օրը շատ լավ հիշում էր անուններով իր մոտ նշած, գնացինք Խորվիրապ, Նորավանք եւ Վայոց-Ձորում էլի մի եկեղեցի էր գնացել, հաջորդ օրը գնացել էր Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք եւ ասեց երրորդ օր ես հրաժարվեցի տուրից, որտեվ ես ձանձրացա եւ մնացի Երևանում, գնացի Մատենադարան։ Խնդիրը սա է։ Մենք պետք է բազմազանեցնենք մեր զբոսաշրջային ապրանքը։ Այո, պետք է գնալ մեկ եկեղեցի, բայց այդ օրը պետք է այցելել նաև մեկ ամրոց, պետք է գնալ բնադիտման, հիմա շատ զարգանում է այդ ուղղությունը, պետք է գնալ լավ ռեստորան, անել գաստրոտուր, էնոտուր կամ կոնյակի կամ գինու ինչ-որ փորձառություն եւ անել մեկ մաստեր կլաս։ Օրինակ, չգիտեմ, լավաշ թխելու կամ գաթա թխելու կամ տոլմա փաթաթելու մաստեր կլաս որևէ ռեստորանի հնարավոր անկյունում։ Այս խնդիրը մենք ունենք։ Երբ որ զբոսաշրջիկը գնա Գյումրի եւ ունենա հնարավորություն տեսնելու ինչ որ բաներ, որ չհասցնի այդ մեկ օրվա ընթացքում սպառի իր ամբողջ օրը եւ հաջորդ օրվա համար էլի զբոսաշրջային ապրանքներ լինեն, վստահ եղեք, որ նրանք մնալու են Գյումրիում եւ հաջորդ օրը նույնպես փորձելու են ինչ որ բանով զբաղվել։ Ցավոք սրտի նույն հյուրանոցները, նույն ռեստորանները եւ այլն տալիս են մեկ անգամյա ծառայություններ։ Օրինակ, եթե ռեստորանինքից լինի այդ իմ ասած հնարավորությունը, Երևանում կան այդպիսի 2 ռեստորան կա, որտեղ հնարավոր է գնալ եւ մաստեր կլաս անցկացնել եւ տուրօպերատորները, ասեմ ձեզ, հատուկ հաց ուտելու համար տանում են այդ ռեստորանը, որպեսզի նրանք օգտվեն նաև մաստեր կլասի ծառայությունից։ Այս խնդիրը պետք է լուծենք 2026-ին։ Ես հիմա օգտվելով արդից նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետներին եմ խորհուրդ տալիս փոխել դիվերսիֆիկացնել տուրպրոդուկտները եւ այնպես բազմազանեցնել, որ ձեր ապրանքը մեկօրյա չլինի։ Դուք կարողանաք 2-3 օրվա մեջ զբոսաշրջիկին տարբեր վայրեր տանելով զարմացնել նրան եւ իհարկե չձանձրացնել անդադար նույնանման տեղեր այցելելուց։ Իրականում մեզ համար է տարբերություն։ Մենք Նորավանքի գեղեցկությունը ու յուրօրինակությունը հասկանում ենք եւ տարբերում ենք Խորվիրապից, բայց միջազգային զբոսաշրջիկի համար անգամ եթե դա Գրիգոր Լուսավորչի ապրած գեցավայրն է, իր համար խոշոր հաշվով 2 ժամ հետո մեկ է։ Իսկ զբոսաշրջիկը եւ վճարում է, ինքը մոռանում է թե ուրա գնացել, ինքը ուզում է իր հետ տանի էմոցիաներ։ Զբոսաշրջությունը խոշոր հաշվով էմոցիաների վերաբերյալ է։ Կարող ենք վախացնել։ Կարող ենք չվախացնել։ Օրինակ, մենք այս տարի նկարեցինք կոմիտեի էլի դրամաշնորհային ծրագրերով 10 ձայներ շարքը, որտեղ
երեխաները մարզերից պատմում էին, թե ինչ գողտրիկ վայրեր կա, ինչ թաքնված ձայներ կան իրենց մարզերում, եւ ես ինքս ինձ համար բացահայտեցի, որ Արինիում հնարավոր է գնալ այդ գեղեցիկ կարմիր ժայռերի վրա նայել քարայծերին եւ վայրի կենդանիներին, հնարավոր է գնալ Լոռվա մարզում Լեջան գյուղում ջրվեժ կա, որը հիանալի գեղեցիկ գողտրիկ վայր է, եւ Տիգրանակերտի դիտակետը, որ նայում է Արաքս գետին, արդեն Արմավիրի մարզում նույնպես հրաշալի տեսարան է բացում զբոսաշրջիկի համար։ Այս հետաքրքիր պրոդուկտները մտցնելով եւ հենց տանել այնտեղ նկարվելու համար օրինակ, կամ տանել այնտեղ հնարավորություն ստեղծել զբոսաշրջիկը նստի 1 ժամ բնադիտում իրականացնի, համ կհանգստանա, համ էլ իր կյանքում յուրահատուկ փորձառություն կունենա նայել այդ վայրի բնությանը իրական իրենց կյանքում։ Սա է խնդիրը, որ մենք կարողանանք զբոսաշրջիկին ավելի երկար պահել մեր երկրում։ Նախորդ անգամ երբ մենք զրուցում ենք, ես ձեր ուշադրությունը հրավիրեցի Գորիսի վրա, ընդ որում բարեբախտաբար դուք այդ խնդրին ինձնից առնվազն ավելի վատ տեղյակ չէիք։ Տեսեք, հիշեցնեմ ուղղակի իրադարձությունների բերումով, մի շարք հանգամանքների բերումով Գորիսը վերածվեց փակուղու, ճանապարհային իմաստով փակուղու, որտեղ եթե ժամանակին Գորիսով գնում էին Կապան, Գորիսի միջով գնում էին Պարցախ, այդ երկու ճանապարհների մփակի, այսինքն ինքը Գորիսը հայտնվել է ըստ էության մեկուսացման մեջ։ Եվ դա բավական լուրջ ոչ միայն բարոյահոգեբանական խնդիր է հենց գորիսեցիների համար, այլև սոցիալական, որովհետև այդ շարժը ըստ էության դադարել է, այսինքն գումար չի մտնում այնտեղ։ Եվ դուք ասացիք, որ ինչ որ ծրագրեր պետք է մտածվեն հենց Գորիսի համար, առանձնահատուկ հենց Գորիսի համար, եւ այդ ծրագրերի արդյունքում քաղաքը այսպես այդ իր շարժը կվերականգնի։ Ինչ է արվել։ Մարզային զբոսաշրջության համար ցանկացած դեպքում ամենալավը աշխատում է իրադարձային զբոսաշրջությունը։ Մենք այս տարի, նախորդ տարի աջակցել ենք 12 փառատոնի, որոնցից միայն 2-ն են Երևանում անցել, Գարեջրի օրերը եւ Արմենիա միջազգային սիմֆոնիկ երաժշտության փառատոնը։ Մնացած բոլոր փառատոները եղել են մարզերում, հայ-իրանական փառատոնը Սյունիքում, հայ-վրացականը Դիլիջանում, Արենի գույնու փառատոնը Վայոց ձորում եւ այսպես շարունակ։ Էլեկտրոնային երաժշտության փառատոնը անցկացվում Գառնիում, ֆեստիվալն է անցկացվում, դա արդեն նաեւ ոչ միայն զբոսաշրջության կոմիտեն, այլ ԿԳՄՍ-ն, Հանրային հեռուստաընկերությունը եւ այլն։ Եվ Գորիսում նույնպես փառատոններ անցկացվեցին, ինչի արդյունքում շատ զբոսաշրջային հոսքեր եղան։ Սա այդ բանալին է կարելի ասել, որ պետք է մարդկանց տվյալ վայր հասնելու համար, որը քիչ չի 2-3 կամ 4 ժամ մեքենա վարելու համար, ինչ որ հետաքրքիր միջոցառումներ անդադար անել, որոնց համար մարդիկ պետք է գնան հասնեն այնտեղ։ Իրադարձային զբոսաշրջության խթանումը զբոսաշրջության կոմիտեի կողմից շարունակվելու է այս տարի եւս, շուտով դրամաշնորհները կհայտարարվեն եւ ուղղակի կոչ եմ անում սյունեցիներին եւ ոչ միայն սյունեցիներին անպայման մտածել եւ հետաքրքիր փառատոններ անցկացնել, որպեսզի տվյալ շրջանում փառատոնների ընթացքում գան իրենց մոտ։ Իսկ մեկ անգամ գալուց հետո մարդիկ սիրում են, սովորում են, առավելևս եթե լավ ծառայություններ են ստանում։ Օրինակ, ինձ համար շատ ուրախալի է, որ Շիրակում արդեն 3-րդ տարին է պետք է անցկացվի -46 փառատոնը։ Աշոց գյուղում, որը Հայաստանի ամենահյուսային կետն է եւ փառատոնի անունը հուշում է, որ եղանակը մինչեւ -40 իջնում է Ցելսիուսի։ Այս տարի հələ որ 37-ը չեն գերազանցել։ Հա։ Անցկացվում է շատ հետաքրքիր փառատոն եւ նույն տրամաբանության մեջ ակնկալում եմ, որ փառատոնային մշակույթը ավելի շատ կակտիվանա, չնայած որ ասեմ, այս տարի մենք հազիվ էինք հասցնում ամեն շաբաթ մի վայրում հասցնել, մասնակցել մի հետաքրքիր փառատոնի, սկսած ազգային փոքրամասնությունների փառատոնից, որ անցավ Արզանիում, ընդհուպ մինչև ամենահետաքրքիր, ամենաանսպասելի մշակութային, թատերական եւ այլ փառատոները, օրինակ հայ-ֆրանսիական հետաքրքիր փառատոն անցավ եւ այլն։
Դե ուրախ տարի եք ունեցել, ինչ վատ։ Վստահաբար շատ հաջող տարի էր 2025-ը։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ես Լևոն Սարլերյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։